Շնորհակալություն, հարցս կրկին ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, տարիներ շարունակ բանակցեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ եւ մարտի 13-ին հայտարարեցինք այն մասին, որ այո, պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են եւ Հայաստանը համաձայն է ստորագրել փաստաթուղթը հենց այսօր։ 50-ից ավելի երկրներ եւ միջազգային կառույցներ իրենց դրական արձագանքով խրախուսեցին թե Հայաստանին, թե Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիրը, բայց ի պատասխան դրան մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից նախ առաջ քաշված նախապայմաններ, որոնք երբևիցե բանակցային սեղանին այսպես ասած չեն եղել թե սահմանադրության վերաբերյալ, թե այլ դրույթներ, հետագայում ապատեղեկատվություն, որ կրակոցներ են սահմանին Հայաստանի կողմից եւ Հայաստանը խախտում է հրադադարը, իսկ վերջին օրերին սահմանամերձ գյուղերից գյուղի բնակիչները նաեւ հայտնում են, որ ոչ իհարկե սահմանի կամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, բայց կրակոցներ են լսում անդադար, երեկ էլ տեսանյութեր տարածվեց, իհարկե Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածել է այդ ուղղությամբ, որ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն եղել կրակոցները։ Ես կխնդրեմ մեկնաբանեիք մեր հասարակության համար Հայաստանի Հանրապետության արձագանքը ինչու է ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հարցի համար։ Սիմետրիկ թե ասիմետրիկ իրադրության առանձնահատկությունը հետևյալում է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան պրոցեսներ եւ կան ցանկություններ եւ կան պլաններ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու եւ այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից եւ մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությամբ։ Այսինքն մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Այդ ընթացքում մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից եւ այս ռազմավարության ֆոնին եւ իհարկե չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ, բայց նաեւ այս ռազմավարական տրամաբանության մեջ են մեր արձագանքները։ Ինչ վերաբերվում է պայմաններին եւ նախապայմաններին, տեսեք մենք ինչ ենք ասում, որ օրինակ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է։ Այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի, որ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք։ Հետևաբար, բայց ինչու ենք հետաձգում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է, ինչ վերաբերվում է սահմանադրության հետ կապված դրվագին, ես դրան նախկինում բազմիցս անդրադարձել եմ, ասելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այդ խնդիրը լուծում է, ես հիմա ժամանակի սղության պատճառով չանդրադառնամ դրան եւ այդ թվում նաև այդ պատճառով, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը, արդեն համաձայնեցված նախագիծը այդ հարցը լուծում է, դա պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ սահմանադրությունների եւ այլնի հետ կապված մտավախությունների լուծման ճանապարհը ռացիոնալ մոտեցում ոչ թե նա, որ եկեք մենք ասենք դե ուրեմն սահմանադրությունը փոխեք,
որ խաղաղության որ մտավախությունները փարատվեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլ մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այդ տեքստը, այդ փոխադարձ պարտավորությունները կստանան ավելի բարձր իրավական ուժ, քան մեր ներքին օրենսդրությունները։ Սրանում է ամբողջ հարցը։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կխնդրեմ ուղղակի նկարագրեք իրավիճակը, երբ օրինակ ինչպես Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտն է շեշտում կամ որոշակի շրջանակներ հանրության կողմից ասում են, որ մենք չպետք է արձագանքենք այնպես, ինչպես արձագանքում ենք, օրինակ Հայաստանի Հանրապետությունը պետք է անընդհատ չասի, որ այո, պատրաստ ենք ստորագրել, հենց այսօր պատրաստ ենք ստորագրել, ինչ կլիներ, եթե օրինակ հակադարձ ձևով ըստ Ադրբեջանի տրամաբանության մենք պատասխանեինք Ադրբեջանի այս դիրքորոշումներին։ Նախ մենք ասում ենք պատրաստ ենք ստորագրել, որովհետև պատրաստ ենք ստորագրել։ Այսինքն ես իրոք պատրաստ եմ ստորագրել։ Եվ իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետև այդ թուղթը 2021-22 թվից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, բայց պատկերացրեք համաձայնեցված տեքստը ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ կլինի, գիտեք, այդ տրամաբանությամբ ես ճիշտ ասած չեմ մտածել, որովհետև էլի եմ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, որովհետև պատրաստ եմ ստորագրել։ Եվ ընդ որում, երբ որ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, ի հեճուկս բոլոր այդ դավադրական տեսությունների այդ թեման էլ կա, չէ, որ ինչի չեք ուզում հրապարակվի այդ թուղթը։ Բա ընդհակառակը ուզում ենք հրապարակվի, որովհետև սենց ստորագրվեց, պետք է հրապարակվի։ Պետք է գնա կառավարություն, սահմանադրական դատարան, ազգային ժողով։ Պատրաստ ենք ստորագրել, դրա համար էլ ասում ենք պատրաստ ենք ստորագրել։